Վերջին տարիների ընթացքում մեր մունիցիպալիտետում փուլ առ փուլ վերելք է ապրում մարզական կյանքը։ Այս ամենի ևս մեկ ապացույց դպրոցական մարզական օլիմպիադայի սեղանի թենիսի տարածաշրջանային խաղերի հաղթողներ աղջիկների սպասովկայի և տղաների ժդանովականի թիմերը կրկին հաղթական բարձունքում են։ Մեծ հպարտությամբ կարող ենք ասել, որ ժդանովականի մարզիկներն արդեն դարձան եռակի չեմպիոններ սեղանի թենիսի մարզախաղում։ Մանրամասները ներկայացրեց սպորտի բաժնի պետ Գրիգոր Թոփուզյանը։ Ինչպես գիտեք, այս պահին ընթանում են դպրոցական սպորտային օլիմպիադաները, արդեն հանրապետական տուրն է։ Տարածաշրջանային փուլը մենք 3 մարզաձև ենք ներկայացրել, 3-ից 2-ը հաղթող ենք ճանաչվել, եւ այսօրվա դրությամբ արդեն հանրապետական տուրերին ենք մասնակցում։ 3 Թբիլիսիում, քաղաք Թբիլիսիում անցկացվեց Արևելյան Վրաստանի եզրափակիչ փուլը, որտեղ մասնակցեցին մեր սպասովկայի աղջիկների թիմը եւ Ժդանովականի տղաների թիմը։ Ինչպես պլանավորել էինք, այդպես էլ ստացվեց, իմանալով յուրաքանչյուր դպրոցի թիմերի խաղային ոճը, մենք ավելի հետաքրքիր տակտիկա ենք մշակել, որպեսզի կարողանանք այդ իրադարձությունից դուրս գալու։ Գիտենք, որ այնտեղ ամենաուժեղները Թբիլիսիի դպրոցի թիմերն էին եւ մի քիչ վախ կար, ճիշտն ասած, Ծալգայի թիմից, որտեղ բավականին լավ ուժեղ թիմ ունի Ծալգայի թիմը։ Մեր հայկական դպրոցի թիմն է նույնպես։ Աղջիկները շատ գերազանց խաղ ցուցադրեցին, ափսոս եզրափակիչում Թբիլիսի թիմի դիմաց կրեցին ցավալի պարտություն, ընդամենը 2 միավորի առավելություն էր, այդպիսով զբաղեցրին երկրորդ տեղ աղջիկները։ Իսկ ինչ վերաբերում է տղաները շատ գերազանց խաղացին, դուրս եկան եզրափակիչ փուլ, նախ կիսաեզրափակիչում Թբիլիսի թիմի դիմաց բացարձակ առավելությամբ հաղթեցին եւ եզրափակիչում Ծալգայի թիմներ անհատական խաղում, ճիշտն ասած, արժեվում Ծալգայի թիմներ, իսկ արդեն զույգերով խաղերի ընթացքում մեր Սարգսի եւ Դավիթի շնորհիվ կարողացան միավորներ կորզել եւ ընդհանուր հաշվարկով դառնալ Արևելյան Վրաստանի հաղթողներ։ Ինչպես տեսնում եք, այսօր օր-օրի շրջանի սպորտը զարգանում է, դրա փաստը վկայում է այն մասին, որ ցանկացած միջոցառումներին դուք ինքներդ ականատես եք լինում, իրենց բարձր նվաճումներն են, մեդալները եւ գավաթները, դա խոսում է այն մասին, որ աշխատանք է կատարվում թե մարզադպրոցում, թե ընդհանուր քաղաքապետարանում, թե գյուղերում եւ թե դպրոցի մարզիչների կողմից։ Ես օգտվելով առիթից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր չեմպիոններին եւ փոխչեմպիոններին, դա մեծ փառք ու պատիվ է մեր փոքր շրջանի համար, ամբողջ Արևելյան Վրաստանում դառնալ հաղթողներ։ Իհարկե դա խոսում է արդյունքի մասին, աշխատանքի մասին, որտեղ աշխատանք, այնտեղ արդյունքը կա բնականաբար։ Արդեն հաջորդ տուրը պետք է արդեն երևի թե Անակլիայում անցկացվի, սա արդեն արևմտյան հաղթողների եւ արևելյան մասի հաղթողների մասին է, դուրս են գալու եզրափակիչ փուլ։ Ինչպես գիտեք, արդեն երկրորդ անգամն է մեր տղաները հաղթող են ամբողջ Վրաստանով մեկ, այս անգամ նույնպես կասկած չունենք, որ դառնալու են երրորդ եռագի հանրապետության հաղթողներին ճանաչվելու։ Շնորհակալ եմ, ինչպես միշտ քաղաքապետարանը կանգնած է մեր մարզիկների կողքին, թե մարզադպրոցը եւ թե քաղաքապետարանը ցանկացած հարցով աջակցում ենք, որպեսզի հենց այսօրվա օրը մեր մարզասերները կարողանան ուրախանալ մեր մարզիկների հաղթանակներով։ Առանձնահատուկ ձեզ Փարվանա հեռուստատեսությանը, որոնք մեկնաբանում եք, լուսաբանում եք, ամեն ինչ ժողովրդին ներկայացնում եք եւ ուրախացնում եք մեր մարզասեր աշխարհին։ Իսկ ինչպես գիտեք, արդեն ամսի 8-ին, այս ամսի 8-ին երկրորդ մեր Հեշտյայի առաջի դպրոցի թիմը մասնակցելու է հանրապետական տուրին վոլեյբոլ մարզաձևից։ Սա առաջի անգամն է, որ մեր տղաները պետք է մասնակցեն հանրապետական տուրին, տարածաշրջանում հաղթողներ են ճանաչվել, քանի որ մուտքը նոր է դեպի հանրապետական առաջություն, մաղթում ենք հաջողություն։ Տեսնենք, երևի թե լավ հանդես կգան մեր տղաները։